Միլիոնատերոջ ճանապարհը սկսելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է հիշել մարդկության մեծագույն ձեռքբերումներից մեկը, դա այն է. դու դառնում ես այն, ինչի մասին մտածում ես քո ժամանակի մեծ մասը։ Շատ հաճախ մարդկանց մեծամասնությունն անընդհատ բողոքում է, որ գումարը քիչ է, չի բավականացնում, անընդհատ մտածում են իրենց պարտքերի, ֆինանսական ցածր մակարդակ ունենալու մասին եւ զարմանում են, թե ինչու իրենց մոտ ոչինչ չի ստացվում, ինչու իրենց աշխատավարձը չի բարձրանում, ինչու ոչինչ այդ ֆինանսական ասպարեզում տեղի չի ունենում։ Եվ պատճառը իհարկե այն է, որ մարդիկ ուղղակի մտածում են աղքատության մասին եւ նրանց մեծ մասը չի մտածում այ արթնանալիս 5 րոպե ժամանակ չի տրամադրում մտածել ինչ անեն, որպեսզի ինչ որ բան փոխվի դեպի լավը, ապագայի մասին ավելի լավ, ավելի պոզիտիվ մտածեն եւ ինչ քայլեր, ինչ պլաններ դնեն, որպեսզի իրենց ֆինանսական կարգավիճակը ավելի բարելավի։ Երբ որ դու փոխես քո ներքին աշխարհը, քո ներքին մտածելակերպը, դա անպայման կանադառնա քո արտաքին աշխարհի վրա։ Այն ինչպես են մտածում միլիոնատերերը, դա բարդ բան չէ։ Կարող ենք հետևել նույնիսկ համացանցում Ռոբերտ Քիոսակիին, Մարկ Ցուկերբերգին, Իլոն Մասկին եւ Բրայան Թրեյսիին, բոլորը սովորեցնում են եւ նրանց մտածելակերպը որդեգրել եւ դարձնել քո սեփականը բացարձակ բարդ չէ, դա կրկնությունների անընդհատ փորձելու եւ քո ներքին մտածելակերպը փոխելու մասին է։ Ինքնուրույն միլիոնատեր դարձած մարդկանց մեծամասնությունը առաջնային է համարում ֆինանսապես անկախ լինելը եւ այդ ամենը պատահական չէ, հաջողությունը պատահական չի լինում, դա համար առաջին հերթին բոլոր գումարները, բոլոր եկամուտները, ներդրումները, ամեն ինչ պետք է ծառայի իրենց նպատակի համար, բայց թե իր կյանքի ընթացքում ստիպված է կանգնել երկու շատ կարևոր ընտրության առաջ, այն է խնայողություններ եւ կուտակումներ, թե պարտքեր եւ ծախսեր։ Ցավոք սրտի մարդկանց մեծամասնությունը ընտրում է երկրորդ տարբերակը, քանի որ մեր ենթագիտակցությունը ի սկզբանե ընտրում է եւ ձգտում է հեշտին։ Ֆինանսական հաջողության սկիզբը սեփական ֆինանսների համար պատասխանատվություն կրելն է, երբ որ հարուստները տարեց տարի հավաքում եւ կուտակում են իրենց հարստությունը, մի քանի տարի հետո նրանք դառնում են միլիոնատեր։ Չկա արագ հարստություն, կա մի այսպիսի ասացվածք, երբ որ դու ձեռք ես բերում քո առաջին միլիոնը, որը բավականին բարդ է, երկրորդ եւ երրորդ միլիոնները գրեթե անխուսափելի են։ Մաղթում եմ ձեզ ֆինանսական աճ, լավ եղեք, չմոռանաք բաժանորդագրվել, քանի որ ես կարդում եմ բազմաթիվ գրքեր եւ ամենակարևոր կտորներով կիսվում եմ ձեզ հետ։